Հարգելի գործընկերներ, հեշտ է տրվել ընդդիմության մանիպուլյացիաներին, բայց կարծում եմ իշխանությունը ճիշտ օրակարգ է ձևավորել եւ այս օրակարգով շարժվում։ Շնորհակալություն։ Եվ կարծում եմ, որ մենք չպետք է տրվենք եւ մանիպուլյացիաներին եւ սադրանքներին, մենք բարբերաբար մեր հանձնաժողովի պատգամավորներով մարզային այցեր են կատարում եւ այս այցերի ընթացքում բազմաթիվ խնդիրներ են արձանագրում եւ ինձ մոտ ինչ որ պահի նաեւ հարցեր առաջանում արդյոք երբ է գալու այն պահը, երբ մենք այցերի ընթացքում ոչ միայն արձանագրելու ենք այն խնդիրները, որոնք տասնյակ տարիների ընթացքում ձևավորվել են, այլ մեր իշխանության գալուց հետո այլևս մենք դրանք Շնորհակալություն։ Այլևս մենք դրանց լուծմանն ենք ականատես լինելու եւ վերջին երկու այցերը, որոնք Արարատի մարզ էին, Արարատի եւ Սյունիքի մարզեր էին, այստեղ մենք Արարատի մարզում եւ Սյունիքի մարզում արձանագրում ենք այն 7 տարիների հարցերը, խնդիրները, որոնց եւ այցի ընթացքում այլևս գյուղացիները մեզ ծանոթացնում են դրանց լուծումներին եւ սա կարծում եմ հենց մեր այն օրակարգն է, որով մենք 7 տարի առաջ ձևավորել ենք եւ նույն ուղղությամբ գնում ենք եւ երբ որ օրինակ Սյունիքի մարզում կարող է ճանապարհաշինության մեջ 1 միլիարդից ավել դոլար ներդրվել եւ այստեղ հյուսիս-հարավը կառուցելու համար մեծ ջանքեր են գործադրվում, որպեսզի մենք արագ ունենանք այն, կարծում եմ այս աշխատանքի մի մասն է կազմում եւ երբ գյուղերում մենք ծանոթանում ենք այն ծրագրերին, օրինակ կոոպերատիվներին, որոնք Մեղրի տարածաշրջանում սկսել էին իրականացնել, դա խոսում է նաեւ մեր տեսլականի մասին, թե մենք ինչպիսին ենք տեսնում Հայաստանի մարզերի զարգացումը եւ այս առումով կարծում եմ, որ այն ճանապարհը եւ այն խնդիրները, որ մեր ճանապարհին, իշխանության ճանապարհին փորձում են ստեղծել ընդդիմության ներկայացուցիչները, պետք է հստակ գնահատականներով եւ որոնք տրվում են եւ քաղաքական գնահատականները մեր կողմից եւ իրավապահների հստակ գործողությունները, որոնք իշխանությունից բացարձակ անկախ իրականացվում են, կարծում եմ պետք է նույն ուղղությամբ շարունակել, այո, պարոն Ռուբինյան, բոլոր կաշառակերները պետք է հայտնվեն բանտում եւ շարունակեն իրենց պատիժը կրել համապատասխան վայրերում։ Շնորհակալություն։ Ամեն